Čo, mama, ty náš kızlar, or hasnem kes kızlar. Բարի լույս Ալեքս ջան։ Դա շաշիայի բարեհանդիպ։ Ոնց է կավես, ես նա, որ ասպետ կոտ մամա քեզ կզարում։ Անպայման։ Ես ինչ լավ օլա բացվում։ Սիրելի հետևորդներ ջան։ Ես ինչ սիրուն օլա բացվում։ Որ ասելու չի։ Երկինքը պարզ, ջինջ, սիրուն։ Լավ որ երկինք ունենք, ջան։ Ուրեմն կտականա։ Այ, գործեր, ոնց նայում ես, սա գործա։ Ինչ կա, չկա, շուտ գործա։ Թե շուտ գնազիս։ Ջեբիդ մի դնի, կընկնի, ձեռիդ պահի։ Գնաց Ալեքսս։ Կսպասեմ, որ զանգես։ Հա։ Այսինք սիրում օլա բացվել։ Կակաչները այս կողմի հիշում եք, որ շիթիլ էի դրել։ Մի տեսակ տկար են իրանք դուրս գալիս, չեմ հասկանում։ Այդ գլխի չեմ ընկնում, այս մեկը կոկոմել է։ Էսա։ Իսկ այս մյուսները տկար է։ Սրանք հնուկ են ու էլի կոկոմ կա, կոկոմ, բախ, ստեղ դաժե երկու կոկոմ է։ Հəլես հələ նայեք, այ կեզ բան, աստեղ էլ թուպը ինչքան փոքր է, հələ նայեք, սուտ կոկոմները, այ կեզ, հələ այս մեկը վաբշե փոքր է։ Քանիս այս դրսից սկսեցի, երեկվա պատմությունս, այս ծառի մասին է, հենա, ասենք թե, մի քիչ տխուր տեսարան է, բայց կարևորը մարդկանց վնաս չլինի։ Այ սենց Սիրելի հետևորդներ ջան, գնանք տուն, այս է նարցիսն է, հետաքրքիր է, համարև է, համ դե սառն է, որ ճիշտն ասեմ, որովհետև դե ինը դեռ չկա այս շին ապրանքներն աղա, որ ոչ սկիզբը կա, ոչ վերջը։ Ես ավելս էի լավ լվացել ու ուզում եմ, որ ինքը ուղղղվի, ու չի ուզում ուղղղված լինի։ Սիրելի հետևորդներ ջան։ Այսենց փորձենք հնարավորինս մաքրել այսենց գնանք առաջ համապատասխանաման վերում եմ, որ տեսեք ծաղիկներս ծարավ են, ջրեմ, հələ ծաղ ծարավ են,
Անկան դժվարությամբ բացվում, բայց որ ուզում է բացվի, դա փաստա։ Ստեղ դեռ էս խառը վիճակն է, չենք պրսնում, բայց թե հույս կա պրսնելու, տենանք։ Տունը տոք էր լավներ, բաքսին նոր եմ անջատել, հլա որ դուռս ամոտ տալվացի, մինչև որը մի հատ լավ տաքանա, սիրելի հետևորդներ չան։ Այր հիմա սիրելի հետևորդներ չան, դեմքով ձեզ բարի լույս եմ ասում, մի կոֆե եմ եփում ու անցնում եմ իմ գործերին, Ալեքսին ճանապարհելուց անցել է արդեն համարյա թե ժամ 20 րոպե, ես լվացք եմ միացրել, իր անկողինն եմ դրել, որ լվացվի, որովհետև այս արևը որ տեսա, հասկացա, որ պարտադիր լվացք, քանի որ այսօր պարապունքել ունենք, ուզում եմ մինչև իր ակալը բոլոր գործերս վերջացրած ելնեմ, երկար դասամիջոցին, Փռից պիցա է ուզել, ես չեմ թողում, որ ինքը դուս կա կարել, գա գնա առնի, բայց փուր չեմ թողում, կողքի խանութ թողում եմ, այսօր ասավ մամա, պիցա եմ ուզում, որ խնդրեմ կբերես, ասել եմ հա, հիմա մինչև մի հատ կոֆե խմեմ, երկու էլ գործ անեմ, երկարի վախտնատելիս, այս պահին 10:25 ժամը։ Խանութ եմ ուզում գնամ դպրոցից հետո էլ գնումներ անեմ, հնդկացա, որ մի խոսքով նպարեղ են առնելու, որովհետև որ քչանում է, ես նորից գնում եմ ու վերցնում գոնե մի կիլո, 2 կիլո, որ տանը ևնի, սիրելի հետևորդներ ջան, մանավանդ նայեցի էլ կանաչին այսքան դուրս է եկել, Պետրուշկեն Մաղադանոսը, մի հատ էլ կաղամբ երևակայի կվերցնեմ, գազարը տանը կա, ու ինչ կանեմ, մի հատ համով հոտով աղցան կպատրաստեմ, եթե թարմը հավրնի, մտածում եմ կարելի է մի հատ էլ հավերցնել, տեղեր, այսպես լավ տղպեղի տեսական ունը, մի խոսքով, կարելի է վարունք, եթե հարմար գնավրնի, եթե չէ, այն կոմերը ավելի հարմար առնում գինը, միևնույնն այդպես անցնելու եմ, ուրեմն ընդեղից արդեն մի քանի վարունք կվերցնեմ, որովհետև օր-նորին գները փոխվում են ու պարզավոր պետք չի մի անգամից 2-3 կիլո ասենք թե առնել, վարունքն էլ այն բանն է, որ հավեսով վայել եմ ես։ Այդքան բան հիմա որ ասեի մանավանդ են դեպքում, երբ որ գիտես մեջին կալորիա չկա, գիտեմ մի երկու հոգի ասելու է իբր դու կալորիային հետևում ես թե ոչ, բայց պատկերացրեք, որ ինչ-որ մի բան ուտելուց առաջ մտածում եմ, տենաս սա ինչքան է, նա ինչքան է, ու այդպես։ Ուղղակի այդքանը երևակայի քիչ է, մի քիչ գենետիկան է խոսում, մի քիչ էլ այդքանի հետ իզուր չի էլի, որ մարդիկ գնում են մարզասրահում մարզվում են, սիրելի հետևորդներ։ Իսկ ինչը կվերաբերվի դրսի գործերին, ցավոք իմ մոտ չի ստացվում, որովհետև պատճառը գիտեք ասել եմ, որ 1 ամսից ավելի չեմ մարզվում, 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 1 ամսից ավելի չեմ մարզվում
ով էլ ոնց կմեկնաբանի, որ անկեղծ ասեմ, իմ համար միևնույնն է, որովհետև քաշովը գիտի, աշովը ինչ գիտի, որտեղ ինչա կատարվում։ Կոֆես եկավ, սիրուն, իրա փրփուրով, մի աչքս էլ դեպի փողոցն է, տենամ մեր վարպետն իրա խոտով գալիս է, թե ես եմ զանգենում, մեկ որ մի քիչ ուշ է գալիս է, ասում այ Աննախի չես զանգում, սենց զարմացած դեմքին եմ էլի նայում, ու էլի այն անգամ հարցնում, ասում անջի չես դու զանգում, ասում եմ թե ոնց զանգեմ, ասում հա, որ զանգես, ավելի պարտաճանաչ ձևով կգամ շուտով, իհարկե, մի տենանք, միշտ 11-ից հետո է գալիս, հլա դեռ 11-ը չկա, սիրելի հետևորդներ ջան, վայ, տենանք կգա թե զանգելու է, բալ, այդ հենց բաներ, մի կունջուր, ու գնացինք կոֆե խմելու, ինչ անում ես չես անում, ոնց կարաս կոֆե չխմես, բայց ես որ ինձ հիշում եմ առաջ ու հիմի, չգիտեմ կհավատաք թե ոչ, բայց ես անկեղծ եմ ասում, ուրեմն ես ահագին թարգել եմ, որովհետև ինձ թվում է կոֆեի մեջ ոչ մի տենց ես ինչ չկա լինի, հա լավ բան, թարմացնող է, այս այն է, բայց որ առաջվա պես տնեմ մի 5-6 բաժակ խմեմ, չեմ ուզում, դրա տեղը դատարկ խմես ավելի օգտակար է, ուրեմն որ կում խմես, կա չէ հենց բան սիրելի հետևորդներ, հիմա ծաղիկներս ջրել եմ, ճիշտն ասած, ստեղ էլ եմ ուզում մաքրեմ մի հատ լավ հավեսով, որովհետև երեկ էի պլանավորել, բայց երեկ շատ սենց ամեն տեղ գնացել եմ, որ ասմա քաղաքը ծայրից ծայր չափել եմ, իսկականից էդ է եղել, որովհետև տարբեր բնույթի գործեր ունեի, որտեղ ոտքով եմ քայլել, որտեղ տաքսով, որովհետև ժամանակի մեջ գմեի, որ չեմ կարում տեղավորվեմ, ես էլ չեմ սիրում, որ պայմանավորված պահից ուշանում ես էլի, այդ իմ ամենաչ սիրած բանն է սիրելի հետևորդներ։ Հիմա այսօրվա օրս կարելի ասել զուտ Ալեքսինն է, այելի Վանաձոր գնալս մնաց, մտածում էի այսօր գնամ, բայց թե չգիտեմ, առանց իրա գնամ, գիտեմ նեղանալու է, իրա հետ էլ գնամ, չի լինեմ, որովհետև իրոք չի լինի տենց, ու սենց երկմտանքի մեջ եմ, չգիտեմ ինչ անեմ, որ ճիշտ լինի։ Այդտենց բաներ։ Հետո եթե գնամ Վանաձոր, մտածում եմ կարողա գնումներ անեմ, կամ կարողա ուղղակի նվերես վերցնեմ, հետ կամ հեչ չեմ կենտրոնանում, որ ոնց օգտագործեմ, որ ճիշտ լինի։ Որովհետև առջևում մեզ շատ հետաքրքիր վլոգներ է սպասվում, այդտենց բաներ, տեսնենք, առաջ Աստված ոնց կլինի։ Այս ընթացքում կուզենայի, բայց երևի թե պատվիրեմ, նրբաբլիթներ էլ սարքեի մի պորցիան, ու սառցախցիկը ունենամ, որովհետև
լավ ալնում, որ կիսաֆաբրիկատներ ես ունենում, գործը շատ հեշտանում է։ Թե հյուրերի առումով, թե հենց մեր առումով, որովհետև ստեղ ընդեղ ու վերջում էլ տուն ես գալիս մի հատ պատրաստություն տենաս, էլ կամ հավ ես առնում, կամ չէ, ու դիմում ես արագ սնում դառնելուն, այդ էլ ամեն անգամ չի, որ ուզում ես։ Այդպիսի բաներ։ Այս արևը որ տեսա շատ ուրախացա, որովհետև էլի գնալու ենք, հասնենք եսիմ թե ուր, Ալեքսի հետ այսօր արտ թերապիա կա, ինքը մի ժամ ու կես նստում ապարապունքի, այդ մի ժամ ու կեսը սիրելի հետևորդներ, ես չեմ իմանում, թե ինչ անես, թե ինչքան ուզում ատեղան քծանոթ հաշպվում ես, բայց գիտակցում ես, որ մարդու աշխատանքի վայրը մեզ գտնվում ու չես կարա էլի այդ ժամ ու կեսը իրա կողքին նստես, որովհետև ինքը աշխատում է ու որ ճարոտ կտրմա, պետքա դուրս գաս, քայլես, հմի որ արևը կա, մտածում եմ կգնամ այգի, մեր սիրուն քաղաքային այգում կնստեմ, հետ չլինի ձեր գրառումներին կպատասխանեմ ու այդ ժամ ու կեսը անցնի։ Բայց կարևորը սիրով է գնամ, դրա համար էլ նայում եմ, չեմ տրտնջում, պլյուս դրան էլ օրը հետաքրքիր անցնեմ, այդ դարի չարիքից գոնե մի 3 ժամով ազատվում ենք, մինչև գնում ենք գալիս, հաստատ 2.5-3 ժամին մոտիկ ժամանակ անցնում, հենց իջնում ենք արդեն ներքև դեպի մեր այս օգտեմբերյան փողոցը, մաման ջան, ես կարամ չէ հեռախոսով զբաղվեմ, ասում եմ հա, մի քիչ կարաս, այդ հենց է, իսկ մեր մանկության վաղտ, ասեք, որ ուրիշ էր, չէ, խաղում էինք, դրսի խաղ, ուրիշ էր, ուրիշ, հմի չկան, այդ բաները ցավոք սրտի չկան, այդ հենց բաներ, տնական ձու էլ եմ ուզում գնացելնեմ, որովհետև չկա, ես էլ սիրում եմ ձուն եփած օգտագործեմ, ոչ թե ձվածեղ արած, բայց սառնանումս էլ չունեմ։ Զանգել պիտի անեմ, տեսնեմ, կբերեն, չեմ բերի, ինչ կասեն, ոնց կասեն, հենց Նիկայի մոտ ասում եմ տնական ձու, ասում եմ լավ էլի, Ռուսաստան տենց բան չկա ու իրոք էլի, որ գնացել եմ, տեսել եմ, իրոք չի եղել, հա, այն մարդիկ ովքեր որ պահում են, բայց մյուսները համատարած խանութից առնում են ու վսյո։ Այդքան բան։ Հիմա ես իմ կոֆեն խմել եմ, տեսնեմ եթե ժամանակ ունեմ, մի հատ փոշեք ուլանեմ, ինչ կա չկա վերև բարձրացնեմ, երևի թե մաքրեմ ու նոր, որ երկար դասամիջոցից չուշանամ, տղուս չխափեմ էլի, չեմ սիրում, որ այն ստից բանն էլ խափում եմ, իմաստը որն այդ խափելու, մի հատ դուր լուսամուտ բացեմ, օդափոխեմ ու տեսնեմ, թե այս որտեղ ենք հանդիպում, Վայլբերիսից էլ պատվեր ունեմ, քանի օր եկել է, այսօր առավոտը նայում եմ, որ գրեց կոդ обновляется-ва, ասում եմ, բա պատվեր ես, դա կսպասեմ Ալեքսը կգա իրան կուղարկեմ, որ ուրախանա, տենց մի խոսքով գնացի, ուրեմ ես շարունակում եմ իմ օրը, դեռ ժամանակ ունեմ ու ինչ եմ արել, սիրելի հետևորդներ ջան, ինչ կա, բարձրացրել եմ վերև ու վերցնում եմ ավանդական պոլիփայտս, սկսեմ մաքրել, փայլացնել, դուր լուսամուտ բացել, որ ես ինձանից գոհ լինեմ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, գնացել եմ դպրոց, Ալեքսի պիցան իրան հասցրել ու եկել եմ հատակս թայլուն մաքուր,
Ինչ եմ սա այսքան ցույց տալիս, որ դուք էլ ձեր արած գործից գոհ ելնեք, ինձ հարցնում եք, որ գույնը ես սա եմ փորձել, շատ հավանել, շատ դուրս գալիս է։ Սիրելի հետևորդներ ջան, այնպես որ դուք էլ, վայ լվացքս մոռացել էի բրծելա, երկրորդ պարզաճուրն էի միացրել, ինչ եմ գնել խանութից, քանի որ հնդկածավարի սամանը դապ-դատարկ էր, 2 կիլո հնդկածավար, ինչի է ես իր արժեքը հիշեմ, ինչքան, 250, հունի 320-ը, հետո, այն անգամ էլ էի հիշում եք, սենց տոպրակով պեսո կարել, հմի էլ եմ առել, որովհետև գինը հարմար է, էսա կամպոտ-մամպոտի սեզոնին կթանկանա, այդ տենց եմ անում սիրելի հետևորդներ, որ ամեն ինչից էլ կարող եմ օգտվել, ընդամենը 1600 դրամ էլ չէ, 5 կիլո պեսո կես առնեմ, դա քիչ չի, դա ահագին կամպոտ կփակի, այս կարտոֆիլը նկուղից եմ բերել, այնքան էլ կարտոֆիլ ունեմ, էլ ասելու չի, այստեղ լավաշ եմ առել ու հիշեցի այս չեկերը 2 տեղի ու հիշեցի մեր Սահյանի մեր լեզուն, մեր խիղճն է դա, սուրբ հացը մեր սեղանի, չքան ճիշտ բաներ կա, չէ, մեր հանճարների կողմից ասած, լեզու կատուն կշինի, լեզու էլ կատուն կքանդի, մեր մեծերի լեզվով ասած, ու երբ որ ես դնել եմ սուրբ հաց, երբեք ոչ մի անգամ չի եղել, որ բերեմ, ոնց խանութը ինձ տվել են, այդ նույն ձևով տեղավորեմ, չի եղել նման բան, միշտ հացը պետք է գնահատել, չփչացնել, չչորացնել, առավել ևս չթափել, Աստված ջան, ոնց կարելի է, ու հացի հանդեպ միշտ էլ խնամքով վերաբերմունք է պետք, որովհետև հացը սուրբ է, սուրբ, այն հացից տեղում եմ, դա ինձ պետք չի, որ անընդհատ հաց առնեմ, աշխատում եմ հենց հացը քիչ առնեմ, որովհետև ոչ լավ բան չկա այդ հացի մեջ, մանավանդ են դեպքում, որ իրանում ես։ Ստեղ իմ կրուպեղերն են, չի եղել, որ ես առնեմ ու էլի տեղավորեմ, մինչև չեմ նայամ, չեմ մաքսեմ, ես իրան ճիշտ է մաքուր է, բայց երբեք պետք չի ասել մաքուր է ու մի անգամից լցնել ամանը։ Իրոք որ մի հատից կոնե ավելի թափիկ չկա, ճիշտ եմ ասում, ահա կթավ, որ այնտեղը չի, Կարագնանքն հետո գնամ լվացքը փռեմ, գրեչկա եմ էփելու, նատ սալատ սարքեմ,
Բանից պարզվեց, որ ունենք սաղնանում բարեն։ Երկու վարունք կար, այդ էլ հերիքա։ Ես թեփեր, այսենց։ Մաքրեմ, գործերս վերջացնեմ ու գնանք, ինչև Ալեքսներ կգա, մի քիչ կհանգստանամ, ժամը 3-ի կողմերը, դուրս կգանք, կգնանք պարապունքի, քանի որ պարապունքը 3-ից սկսում։ Էս լա էս, սիրելի հետևորդներ, փորձեմ տեղավորեմ սիրուն հավեսով, գրեչկա վրան դնեմ ու տեսնեմ ինչ եմ անում։ Մնացածներ առանց ձեզ։ Սիրելի հետևորդներ, շարունակվում է իմ օրը, եկեք միասին այս ամենահոմով աղցանի պատրաստենք, գրեչկեն դրել եմ էփումա, այս ամիկես ժամից Ալեքսի գալու վաղտնա ու ես փառքաստծո հասցրել եմ բոլոր գործերս անեմ, այ դա արդեն իմ համար մեծ ձեռքբերում էր։ Ստե նայեք, քաղել եմ իմ այգու կանաչին, այդ որ ընտիվա ու այս է տնավարի հավեսով առանց տախտակ մախտակի կտրտենք, ինչ կասեք։ Այս այստեղ այս ընտիր պղպեղնում եմ, թարմ ընտիր, հատ ընտիր։ Բայց իր թարմությունից ճռճռում է, ձեր թարմ է, շատ մանր չեմ ուզում, ինչ էլ համով էր, անմահական համի հոտ, այս էլ սենց, այ լոլիկը քիչ հա, այս չելի լոլիկներն եմ դնելու, սիրելի հետևորդներ ջան, պուչիկով չկար չէ, սրանք էլ են շատ համով, շատ, համով հավեսով աղցանը ագնելու, սող չեմ ավելացնում, որովհետև չեմ ուզում, որ կաշկանդված գանք, տանը չենք մնալու, տնից դուրս ենք գալու։ Այս լավ դերելի սենց կտրեմ, սենց հավեսով, ես մեկներ կտրեմ, մի համու հոտով, համով աղցան, այս սենց, ընտիր, աղը չեմ անի, թող մի քիչ ուղղակի ընկերանան,
Թիթապտղի բուսայով։ Ասեք, որ համեսով ու համով աղջան ստացվեց։ Ուրեմն ժամը 5-ն է։ Նենց հավեսով եղանակը բացվել է։ Էլ ասելու չի։ Քամի կար։ Քամին կորել է։ Ու նույնիսկ արևը տաքացնում է։ Հիմա ինչ ենք անում։ Ալեքսիս հետ Սիրում Ստեփանավանում քայլելով գնանք դեպի տուն։ Այս ինչ հավես եղանակա չեք էլ պատկերացնի։ Այս ինչքան լավ եղանակա։ Գնա։ Անցի գծերով անցի Ալեքս ջան։ Հա, ուշացավ, չէ, հեռախոսից։ Հա։ Արի։ Ոնց գիտես։ Գարուն։ Պայծառ գարուն։ Ոչինչ։ Տարանտեղ գցի ու արի։ Հա, դե շուտ արա։ Սպասում եմ, կարամ չսպասեմ։ Այդ ինչքան մաքուր է մեր քաղաքը։ Գնանք, գնացինք, ասպես։ Հա։ Այս սենց։ Սիրում, սիրում։ Կավիսեր շալեց։ Ահա, հնումներս արել եմ։ Հիմա մի հատ էլ վայրտերից մտնեմ։ Լանք տուն։ Пожалуйста, проверьте товар под камерой. Հա՞։ Կբացեք իհա։ Նորմալ է։ Հա։ Ահա, շելի հետևորդներ ջան, տուն ենք հասել, մտա խանութ, հավ էի ուզում վերցնեմ, հավ վերցրի, մեկ էլ նայեմ չանախ պանիր, ասի մի կտոր վերցնեմ,
Կտորը հայ մի կիլո էր։ Так, պանիր չանախ։ Կիլոգրամը 1900 դրամ։ Ես սովորել եմ, որ Անուշանց խանութից առնեմ, բայց թե որ այդ խանութը միշտ հերթա, սուպերմարկետ է, այսպես մի հատ մեկ ու քավ եմ վեր գալը, մի քանի բան կսարքեմ, մեկ էլ մտավարկվերից, ոնց են ասում, զապասս կտրել էր, շտատիվ չունեի, այս երկորը ես մոռանում էի, որ այս խի ասես թողել, պող, այս լավ այս ասենք, թե, հա, սա են լավ բացվողից է, ընտիր, այսա դուրս եկավ, սրանց մեջ երկու ձևի կա, այս որ հմի օգտագործում եմ, հետ սրտովս չի, բայց թե, այդա, ինչ կարաս անես, այս էլ բնդասնում եմ, այսա դուրս եկավ, թա մնա զապաս, որով հետև մեկ էլ տենը մեզ, որ անկանխատեսելի ձևով չացավ, փոքր է ծնգավ միամիտ, հայր ձևի բան կա, դրա համար սիրում եմ ունենալ, բայց այս բան իրը ինձ հետաքրքրեց, ուզում եմ հասկանամ, այս ինչ բան իրա, ջուր եկալ է չելիքը, մի հատ ջուրը դավար, ասում եմ ժամանակներն ինչքան փոխվել են, չէ, սիրելի հետևորդներ, ժամանակ կար, որ ես ինքս պանիր էի սարքում, վայ, կեսրը ասեմ, ինչքան էր հավանը, ոճկի մեջ դնում էի, հասունանում էր, իսկ հնի այլ հավես էլ չես անում, սկի աղուջուր սարքես, սենց կտորով առնում եմ, վերջանալու հետ նորից եմ առնում, ուզում եմ հասկանամ, դրանք լավ բանիրա, թե ոչ, Ալեքսն ասում է, վայ, աստված իմ, այս ինչ պանիր առնում, ինքը դե չի սիրում, վատը չի, այսել սենց, տաղավոր են սարնարան, իրա պաներից դեր կա, տեսա, ինքը լարվարն ասիրեմ, հոզորով չի, հավա ունենք, կայլա մի հատ ջրիկ ճաշ դրած, կամ այսօր կամ վաղը, սորսա հորը չեք եմ ճխլում, Երեկոյան
կողմերն ածել է հետևորդներ ջան։ Ուզում եմ այս համոզությունը բացեմ ու ընտրենք։ Ամեն համոզը շատ լավ է։ Ճիշտ է, շատ մաքուր է, բայց թե Դիրեն կոմետ, Ալեքս։ Անգամ ես։ Հե? Ես սերվիս ատում։ Հա? Չես ուզեմ հաց ուտենք, Ալեքս։ Իսկ ինչ կրացնես, քանի Գոտե ազի։ Ազի։ ասնեմ ինչ կրացնես, Հա, խորշ սաղը։ ազի։ Ոնց ասես։ Գրեք տեսնեմ սիրում եք այս մարինատներից թե ոչ։ Ես թվում է հերիք ա էլի։ Էլ հանեմ այդքան ինչ անեմ։ Էս կարող այդտեղից կամ դեպ բացեմ, ինչ կասեք։ Ասել խոսալով եկա մոռացել եմ վարան գառնեմ, դրա համար էլ հենց կմնա, ոչինչ, ստեղ էլ տնամ, ես ինչ վիճակի ու մեր հացը ուտենք, եթե դուք էլ եք հաց ուտում, ձեզ էլ բարի ախորժակ։